Եթե մենք փաստացի ունենանք սահմանադրության նախագիծ, արդեն պաշտոնապես ներկայացված, որը հետո պետք է գնա խորհրդարան, այնուհետև հանրաքվեի դրվի եւ այլն, որտեղ չի լինի անկախության հղում անկախության հռչակագրին մի շարք այլ փոփոխություններով, ապա մենք կարող ենք ասել, որ 100 փոփոխություններից 99-ը արվել են հաշվի առնելով ներքին կյանքի զարգացումները եւ այլն, բայց այդ 100 փոփոխություններից մեկը անկախության հռչակագրի հղման հանումը արվել է Ադրբեջանի պահանջով, որտեղ նախկինում մինչև Ադրբեջանի այս մտասևեռումը սահմանադրության եւ անկախության հռչակագրի վրա, որևէ մեկը Հայաստանում դա չէր քննարկում։ Չնայած ես ինքս բազմաթիվ անգամ նշել եմ, որ իմ գնահատմամբ սա ոչ թե նախապայման է, պայմանագրի ստորագրման, այլ պատրվակ։ Եվ որն է պատրվակի եւ նախապայմանի տարբերությունը, որտեղ եթե անկախության հռչակագրի հղումը մեր սահմանադրության մեջ ընդհանրապես պատրվակ է Ադրբեջանի համար ձգձգելու կամ խուսափելու խաղաղության համաձայնագրի ստորագրումից, ես էականորեն վստահ եմ, չեմ կարող ասել 100%-ով, որովհետեւ քաղաքականության մեջ ընդհանրապես չես կարող նման պնդումներ անել, բայց ես էականորեն վստահ եմ, որ նույնիսկ եթե ընդունենք, որ Հայաստանում կընդունվի հանրաքվեով սահմանադրություն, որտեղ չի լինի հղում անկախության հռչակագրին, ոչինչ չի խանգարում, որպեսզի Ալիևը խաղաղության համաձայնագիրը ստորագրելու փոխարեն հայտարարի եւս մեկ նախապայման պատրվակի մասին։ Այսինքն ես վստահ չեմ, որ եթե նույնիսկ մենք ընդունենք նոր սահմանադրություն, որտեղ չի լինի հղում անկախության հռչակագրին, ապա Ադրբեջանը պատրաստ է ստորագրել եւ վավերացնել այն համաձայնագիրը, որը նախաստորագրվեց Վաշինգտոնում եւ որի տեքստը հրապարակվեց 2025 թվականի օգոստոսին։